Ողջույն։ Այս ամբողջ հաղորդումը կնվիրենք շաբաթվա ամենակարևոր թեմային՝ Հայաստան եւ Ադրբեջան ԱՄՆ փոխնախագահի J.D. Vance-ի կատարած այցին։ Հայաստան ԱՄՆ փոխնախագահի այցն իրականում պատմական էր, բազմաթիվ առումներով։ Նա ամենաբարձրաստիճան ԱՄՆ պաշտոնյան է, որը այցելել է Հայաստան 1991-ին մեր երկրի անկախությունից ի վեր։ Եկեք անդրադառնանք այս հանդիպման արդյունքներին, մանրամասներին կամ այն ամենին, ինչ հայտարարվեց։ Առաջին ամենամեծ նորությունն ամերիկյան արտադրության V-BAT անօդաչու թռչող սարքերի գնումն էր։ Կարծում եմ Հայաստանն այս անօդաչուներից մոտ 10 հատ է գնել, $11 միլիոն։ Դրանք ըստ էության թույլ են տալիս տեսնել մարտադաշտը մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա։ Ուկրաինական այս համակարգերը լայնորեն եւ հաջողությամբ օգտագործվել է Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այս գործարքի ուղղությամբ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանը աշխատել է տարիներ շարունակ։ Այս անօդաչուների ձեռքբերումն ինքնին շատ լավ է։ Ի դեպ, մեծ տարածության վրա տեսադաշտի ապահովման գործառույթը դրանց առանձնահատկություններից մեկն է միայն։ Դրանք իրականում ավելի շատ գործառույթներ ունեն։ Ես պարզապես անդրադառնում եմ միայն այս մեկին, որի մասին հրապարակավ հայտարարվել է։ Այստեղ գլխավորն այն է, որ սա ըստ էության նշանակում է, որ ԱՄՆ զենքի շուկան, որը նախկինում փակ էր մեզ համար, հիմա բաց է եւ կարող ենք ապագայում եւս գնումներ անել։ Եվ զենքի գնումը շատ կարեւոր քաղաքական ազդակ է։ Այն նշանակում է, որ Հայաստանը մաս է կազմում ԱՄՆ-ի համար ընդունելի երկրների ավելի լայն խմբի, կամ ըստ էության մտնում է նրանց ճամբար եւ կարող է նրանցից զենք գնել։ Երկրորդ կարևոր նորությունը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև $9 միլիարդ միջուկային գործարքն էր։ Հայաստանը $9 միլիարդ կծախսի հավանաբար ամերիկյան Westinghouse Electric Corporation ընկերությունից 250 մեգավատ հզորության 2 մոդուլային ատոմակայան գնելու համար։ Կարծում եմ բուն գումարը կազմում է մոտ $5 միլիարդ։ Եվս $4 միլիարդ կպահանջվի հաջորդ 20-30 տարիներին դրանց սպասարկման եւ ըստ էության վառելիքով ապահովելու համար։ Սա անհրաժեշտ բան էր մեզ համար։ Հայաստանի նոր ատոմակայան է պետք, քանզի Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը լրանում է 2036-ին, իսկ նորը կառուցվելու համար մոտ 10 տարի է պահանջվում։ Անկեղծ ասած, ես շատ եմ կարևորում այս գործարքի անվտանգության հետ կապված կողմը։ ԱՄՆ ներկայությունը Հայաստանում, հատկապես նման կարևոր գնման դեպքում, նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն ԱՄՆ քաղաքական ուշադրության է արժանանում, այլև կորպորացիաների, ամերիկյան խոշոր կորպորացիաների, որոնք մեծ ազդեցություն ունեն Վաշինգտոնում եւ դրա շնորհիվ անձնական շահագրգռվածություն կունենան թե Հայաստանի անվտանգության, թե մեր տարածաշրջանում պատերազմները կանխելու հարցում։ Հիմա անցնենք մյուս նորությանը, որն ինձ իրականում ամենաշատն է ոգևորում։ ԱՄՆ փոխնախագահի այցի ժամանակ հայտարարվեց, որ արհեստական բանականության ոլորտում անպային ծառայություններ մատուցող ամերիկյան Firebird ընկերությունը Հայաստանում տվյալների կենտրոն է կառուցում։ ԱՄՆ փոխնախագահի այցի օրը հայտարարվեց, որ նախկինում $5 միլիարդ արժողությամբ այս նախագիծն ընդլայնվել է եւ այժմ կազմում է $4 միլիարդ։ Այս նորության կարեւորությունը թերագնահատել պարզապես հնարավոր չէ։ Իրականում սա Հայաստանին միանգամայն նոր մակարդակի է բարձրացնում երկրի, ՏՏ եւ արհեստական բանականության կարողությունների տեսակետից։ Դա նաեւ նշանակում է ԱՄՆ ՏՏ ոլորտի մեծ ներկայություն մեր երկրում։ Օրինակ, արհեստական բանականության ոլորտում կիրառվող չիպեր արտադրող Nvidia-ն, որն այս պահին իր շուկայական արժեքով մոտ 5 տրիլիոն աշխարհի ամենամեծ ընկերությունն է։ Եվ որքան հասկացա, տվյալների կենտրոնի կառուցման համար այդ $4 միլիարդ ներդրման մեծ մասը փաստացի գալիս է Wall Street-ի աղբյուրներից։ Այսինքն Հայաստանում զարգացումների նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն կա։ Այս գործարքն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ էր շատ սերտ համագործակցություն եւ աշխատանք, որն արել են մեր պետությունը, Վաշինգտոնում մեր դեսպանը, Հայաստանի այլ պաշտոնյաներ եւ ԱՄՆ կառավարությունը, քանի որ այս տվյալների կենտրոնը կառուցելու համար անհրաժեշտ է ստանալ արտոնություններ, որոնք ԱՄՆ-ն շատ դժկամությամբ է տալիս չիպերի եւ այլ մասերի համար, որոնք հարկավոր են տվյալների այս կենտրոնը կառուցելու համար։ Եվ ի պատիվ իրենց, նրանք կարողացել են անել այս ամենը։ Տվյալների կենտրոնի կառուցման գործում 4 հիմնական դերակատարներ կան, մասնավոր հատվածից Firebird AI ընկերության համահիմնադիր Ռազմիկ Հովագիմյանը, Team Telecom Armenia-ի համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը, Nvidia-ի փոխնախագահ Ռև Լիպարիտյանը եւ ամերիկահայ գործարար Flagship Pioneering վենչուրային ընկերության սեփականատեր Նուբար Աֆեյանը։ Մենք իրականում չենք հասկանա սրա կարևորությունը, մինչև չտեսնենք, թե սրա մասին ինչ են ասում մեր հարևան երկրները։ Սա բավականին վշտացրել է Ադրբեջանին, Թուրքիային եւ Ռուսաստանին։ Նրանք անընդհատ խոսում են դրա մասին, հիշատակում այն, ինչը պետք է վկայի, թե որքան կարևոր է սա։ Եվ կարող եմ ասել, որ 20-25 տարի անց, երբ հետադարձ հայացք նետենք այս իրադարձությանը կամ այս ժամանակահատվածին, սա կարող է լինել ամենակարևոր զարգացումը, որը եղավ այս շաբաթ։
Հիմա եկեք խոսենք փոխնախագահի այցի քաղաքական կողմի մասին։ Անկասկած փոխնախագահը աջակցություն հայտնեց վարչապետ Փաշինյանի վերընտրությանը։ Սա կարող է էական ազդեցություն ունենալ Հայաստանում կայանալիք ընտրական գործընթացի վրա։ Միացյալ Նահանգները առանձնահատուկ տեղ ունի հայաստանյան քաղաքական հավաքական ընկալման մեջ, եւ Վենսի հայտարարությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ սոցհարցումների համաձայն ընտրողների մոտ 1/3-ն է աջակցում վարչապետին։ 1/3-ն էլ ատում է նրան եւ երբեք չի քվեարկի նրա օգտին։ Եվ այս երկու խմբերի միջև կա մյուս խումբը, որը նախկինում քվեարկել է նրա օգտին, բայց լիովին հիասթափված է։ Սակայն նման հայտարարություններից հետո փաստացի կարող է փոխել միտքը եւ կրկին աջակցել վարչապետին։ Թե ինչպես այս պետությունը, այս կառավարությունը կմեկնաբանի քաղաքական այս ազդեցությունը նախընտրական այս շրջանում, հենց դա էլ կորոշի, թե որքանով նրանք կհաջողեն ընտրություններում։ Եթե նրանք խելացի լինեն, ապա հաջորդ 4 ամիսներին կխոսեն տվյալների կենտրոնի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման, ԱՄՆ-ից սպառազինության ձեռքբերմամբ, մեր պաշտպանական կարողությունների արդիականացման եւ ըստ էության ԱՄՆ ճամբարին միանալու, ինչպես նաեւ այն մասին, թե այս ամեն ինչ նշանակություն կունենա Հայաստանի համար։ Եթե անեն սա, ապա իրականում կարող են հեշտ հաղթել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Սակայն նրանք կարող են նաեւ լիովին սխալ մեկնաբանել իրավիճակը եւ դա ընդունել որպես քարտ բլանշ, շարունակելու իրենց անհեթեթ պատերազմը եկեղեցու դեմ, որը նրանց շատ բան է արժեցել, սակայն ոչինչ չի տվել։ Նրանք կարող են շարունակել քրեական հետապնդումների, ենթարկել ընդդիմության մեծ մասին եւ շարունակել իրենց ռազմավարական անգործունեության քաղաքականությունը Բաքվի հետ հարաբերություններում։ Այսինքն, հետևեն բռնապետի թելադրանքին, մեր սահմանադրությունը փոխելու եւ շատ այլ բաների առումով, եւ ըստ էության վատնեն այս երկօրյա այցից ձեռք բերված առավելությունները։ Միայն ժամանակը ցույց կտա, թե այս երկուսից որ տարբերակը նրանք կընտրեն։ Թեման կեզրափակեմ ԱՄՆ փոխնախագահի այցի հետ կապված երկու վիճահարույց հարցով։ Առաջինը 9 միլիարդ դոլարի ներդրման հետ կապված պատմությունն է, ինչն ակնհայտորեն սխալ թարգմանության հետևանք էր։ Երբ J.D. Vance-ը խոսում էր նոր ատոմակայանի մասին, այդ հատվածը թարգմանվեց այնպես, թե ԱՄՆ-ն 9 միլիարդ դոլարի ներդրում է անում Հայաստանում։ Դա այդպես չէ։ Իրականում հենց Հայաստանն է հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ից 9 միլիարդ դոլարի արտադրանք գնելու ատոմակայանի այս նախագծի շրջանակում։ Այստեղ գլխավորն այն է, որ անկախ նրանից թե ով է սխալ թույլ տվել, ամերիկյան թե հայկական կողմի թարգմանիչը, Հայաստանի կառավարությունն անմիջապես չուղեց այս սխալը։ Արդյունքում 1-2 օրվա ընթացքում բազմաթիվ լուրեր եղան այն մասին, որ ԱՄՆ-ն 9 միլիարդ դոլարի ներդրում է կատարում Հայաստանում, ինչը ճիշտ չէ։ Ընդդիմությունն իր հերթին ճիշտն ասած սա օգտագործեց իր քարոզչական նպատակներով, նշելով, որ դա ճիշտ չէ, մինչև որ այս հարցի շուրջ պարզաբանում չներկայացվեց։ Բայց եթե իշխանությունները մտածված արագ չարձագանքեցին ու դրա նպատակը մարդկանց խաբելն էր, ապա ամոթ նրանց։ Թեև չեմ կարծում, որ նման գործելավոճն իսկապես արդյունավետ կլինի երկարաժամկետ հեռանկարում, քանզի իշխանությունը ըստ էության դրանով քաղաքական լծակ առիթ է տալիս իր հակառակորդներին քննադատելու իրեն, ինչն ամենախելացի բանը չէ, որ կարելի է անել։ Երկրորդ վիճահարույց դեպքը, որ փաստացի հայտնվեց միջազգային մամուլի էջերին, տեղի ունեցավ, երբ ԱՄՆ փոխնախագահը եւ նրա կինը հարգանքի տուրք մատուցեցին Ծիծեռնակաբերդում։ J.D. Vance-ը X-ում գրառում կատարեց, որում երևույթը կոչեց իր անունով եւ կիրառեց ցեղասպանություն բառը, ինչը, ինչպես պարզվեց, անցյալ տարվա ապրիլի 24-ին փաստացի ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը չէ։ Մի քանի ժամ անց գրառումը հեռացվեց։ Շատ ենթադրություններ եղան այն մասին, թե ինչպես նման բան տեղի ունեցավ, արդյոք դա արվեց դիտավորյալ թե ոչ։ Անկեղծ ասած ինձ համար միևնույն է, դիտավորյալ էր թե ոչ։ Դա ամոթալի է ԱՄՆ փոխնախագահի համար։ Վիրավորանք եւ ընդհանուր առմամբ ստվեր նետեց նրա շատ հաջողված այցի վրա։ Հիմա անցնենք փոխնախագահի տարածաշրջանային այցի երկրորդ մասին, երբ նա Հայաստանից մեկնեց Ադրբեջան, Բաքվի բռնապետին այցելելու։ Եվ եթե նայենք, թե ինչ արդյունքներ ունեցավ այս հանդիպումը, ապա դա դուրս է դիվանագիտական դատարկ հայտարարությունների սահմաններից, որոնք լավ են նայվում թղթի վրա։ Ադրբեջանն ԱՄՆ-ից ստացավ միայն այդ գործարքը, որով ԱՄՆ-ն Ադրբեջանին կվաճառի մոտորանավակներ, Կասպից ծովում երկրի սահմանը պաշտպանելու համար։ Ինձ բացարձակապես չի մտահոգում այս գործարքը, քանզի դրանք չեն կարող օգտագործվել մեր դեմ։ Եվ մեր մեջ ասած խնդրեի, որ Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ ծախսեր այդ մոտորանավակները գնելու վրա։ Հուսով եմ ԱՄՆ-ն դրանք կվաճառի Ադրբեջանին։ Եթե համեմատենք, թե մենք ինչ ստացանք այս այցից, տվյալների կենտրոնը, ռազմական շատ ավելի օգտակար բաներ եւ ատոմակայանի գործարքը, ապա տարբերությունը պարզապես հսկայական է։ Ադրբեջանի համար դա իսկական պարտություն էր, հաշվի առնելով մեր եւ նրանց ստացածը։
Հիմա անդրադառնանք գերիների խնդրին։ Ասեմ, որ սա այն հարցն է, որի ուղղությամբ շատերն են աշխատել։ Եվ ես տեղյակ եմ, որ սա իրականում առաջնային հարց է Հայաստանի կառավարության համար։ Մեր իշխանություններն իրականում այս խնդիրը բարձրացրել են ԱՄՆ փոխնախագահի մոտ։ Ջեյ Դի Վենսը Երևանում հայտարարեց, որ երբ մեկնի Բաքու, կբարձրացնի խնդիրը։ Ակնհայտ է, որ նա Ադրբեջանից մեկնեց առանց որևէ գերի ազատելու։ Դա իրականում սպասելի չէր։ Ինչի դա կարող է հանգեցնել։ Չեմ զարմանա, եթե հաջորդ մի քանի ամիսների ընթացքում գերիներից մի քանիսն ազատ արձակվեն։ Չնայած կասկածում եմ, որ 8 քաղաքական գործիչներն ազատ կարձակվեն։ Եթե ոչ այլ պատճառով, ապա հայ գերիներին կարող են ազատ արձակել գոնե թե այն պատճառով, որ թե ԱՄՆ կառավարությունը, թե Բաքվի ռեժիմը շահագրգռված են օգնելու Հայաստանի ներկայիս կառավարությանը վերընտրվելու հարցում։ Այժմ անցնենք ԱՄՆ փոխնախագահի այցի անձնական մասերին, որոնք բավականին հետաքրքիր էին։ Պետական հարաբերություններում երբեք չպետք է չափազանցնել անձնական հարցերի կարևորությունը, քանի որ աշխարհաքաղաքական խնդիրներն ակնհայտորեն շատ ավելի կարևոր են։ Սակայն կան նաև փոքր ցուցիչներ, որոնք շատ բան են ասում հարցի էության մասին։ Ավելի շատ բան են բացահայտում, քան այլ հայտարարություններն ու կիրառված բառապաշարները։ Հետաքրքիրն այն է, որ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ փոխնախագահը բազմիցս անուղղակիորեն անհարմար դրության մեջ դրեց իրեն հյուրընկալողին, նախ եւ առաջ շոշափելով թեման, որ նրա կինը երկրի փոխնախագահն է, ինչը շատ զգայուն թեմա է Բաքվում։ Կարող եմ ասել, որ ես պանելային շատ քննարկումների եմ ներկա եղել ադրբեջանական այսպես կոչված ուղեղային կենտրոնների վերլուծաբանների կամ այսպես կոչված ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ու հասկացել եմ, որ եթե երբևէ ցանկանաք լռեցնել նրանց, բարձրացեք այս թեման, եւ նրանք շատ են ամաչում, քանզի դա իրենց երկիրը ծիծաղելի է դարձնում։ Եվ այս ամենը արվում է պետական հեռուստատեսության ուղիղ եթերում, ինչը շատ անհարմար վիճակի մեջ դրեց Իլհամ Ալիևին այն աստիճան, որ հետագա հաղորդումներում հանդիպման այդ հատվածը լրատվամիջոցները փաստացի դուրս թողեցին։ Այնուհետև ԱՄՆ փոխնախագահը օգտագործեց մի արտահայտություն, որը շատերը սխալ հասկացան։ Նա Բաքվի բռնապետին դիմելիս նրան հմայիչ անվանեց։ Եթե Ջեյ Դի Վենսը նրա կնոջը Մեհրիբան Ալիևային հմայիչ անվաներ, դա կլիներ հաջողախոսություն։ Բայց երբ նա հմայիչ է անվանում ավտորիտար առաջնորդի, իսկ այս դեպքում բռնապետի, փաստացի դրանով նրան մեկ ուղերձ է հղում։ Արևելյան ժողովրդության ձեր փորձերն ինձ մոտ չեն անցնի։ Ամփոփելով այս այցի վերլուծությունը, պետք է ասեմ, որ կային հիասթափեցնող պահեր, որոնք լավ կլիներ, որ այդպես չլինեին, հատկապես ծիծեռնակաբերդ այցի մասին գրառման հեռացումը սոցցանցերից եւ $9 միլիարդ ներդրման մասին սխալ թարգմանությունը։ Այնուամենայնիվ, ցանկացած չափանիշով էլ, եթե առաջնորդվելու լինեք, այս այցը անվիճելի հաղթանակ է մեր երկրի համար։ Երկարաժամկետ հեռանկարում այն մեզ դիրքավորում է որպես ավելի ուժեղ խաղացողներ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտում տվյալների նոր կենտրոնի միջոցով։ Այն մեզ հնարավորություն է տալիս օգտվելու մեր պաշտպանության համար նախատեսված բարձրորակ զենքերից եւ վերջապես ամրապնդելու մեր հարաբերությունները աշխարհի ամենակարևոր պետության հետ։ Ամփոփելով այս ամենը, այս այցը չենք կարող մեծ հաղթանակ չհամարել մեր երկրի համար։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։